Здравствуйте, в эфире программа «Мардаев Мартык» и я, Цветана Паскалева. Сегодня мы поговорим о бесплатном медицинском обслуживании в Армении. Как показывают опросы, большая часть наших сограждан в случае болезни предпочитают обращаться не к врачам, а к аптекарям, родственникам, друзьям, соседям. Многие без крайней необходимости избегают лечения в больницах. В народе давно в ходу поговорка «не дай бог попасть в руки врачей». Недоверие к медицине подпитываются дороговизней, для многих непосильной. Правда, есть у нас категории людей, которые имеют право на бесплатную медицинскую помощь. Но большинству госзаказ не положен, а денег на лечение не хватает. Как у нас в стране обстоит ситуация с бесплатной медицинской помощью? Кто имеет на нее право? И как быть тем, кому льготы не положены, а средства лечиться за свой счет у них нет? В проблеме попыталась разобраться наш корреспондент Сона Абрамян. Առողջ հասարակություն ունենալը էժան հաճույք չէ, այն որ պրոֆիլակտիկ զննումներից մերոնք խուսափում են և բժշկական միջամտության մեծ հաշվով դիմում են այն դեպքում, երբ դանակը ոսկորին է հասնում, բացատրվում է ոչ այնքան ազգային մենթալիտետով, որքան բժշկական ծախսերը փակելու համար միջոցների բացակայությամբ։ Ու միայն արտոնյալները, որ ընդգրկված են առողջապահության նախարարության հաստատած ցանկում, Հայաստանում կարող են ստանալ անվճար բուժօգնություն։ Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրավունք ունեն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ, առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և այլն։ Ցուցակը հիմա կազմված է 24 կետից։ Հետաքրքիրը սակայն այն է, որ 2014 թվականին անվճար բուժօգնություն ստացողների ցանկը խոշոր փոփոխություն է կրել։ Եթե նախորդ տարի արտոնյալ էին համարվում անապահովության 36 միավոր ունեցողները, ապա հիմա միավորը իջեցվել է մինչև 30։ Պարզվում է, որ ցուցակում նոր է ավելացել 24-րդ ենթախումբը։ Ավելացել ընդհանրապես մեկ կատեգորիա, դա Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող ունեն փախստականներն են, դա ուղղակի արվեց այն նպատակով, որպեսզի նման դեպքերում եթե քաղաքացին ապաստան է հայցում Հայաստանում, դեռ չունի համապատասխան կարգավիճակ, դեռ իր հարցը քննարկման ընթացքում է, թե որոշակի առողջական խնդիր ունենա, կարողանա պետպատվերի սահմաններում օգտվել, դրանց թիվը մեծ չի։ Նույնիսկ վերջին փոփոխությունից հետո պետական առողջապահական գործակալության պետը ցանկը կատարյալ չի համարում։ Որքան էլ ենթախմբերը ավելանան, միշտ էլ կլինեն մարդիկ, որ բուժօգնության կարիք ունեն, գումար չունեն, բայց ոչ մի ենթախմբի չեն համապատասխանում։ Այս դեպքում հարց է առաջանում, ինչ անեն նրանք։ Պարզվում է, պետությունը գտել է այս մարդկանց անօգնական չթողնելու տարբերակը։ Բայց դրա համար գոյություն ունի համապատասխան մեխանիզմ, նույն կառավարության որոշմամբ սահմանված է, որ հենց այն դեպքերը, որ մարդիկ դիմում են առողջապահության նախարարություն կամ նրանք կարող են դիմել նաև համապատասխան մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան կամ կոնկրետ բուժ հիմնարկ, որը պետպատվեր է կատարում, որոշ չափով ինքն էլ կարող է տեղում այդ հարցը կարգավորել, սրանք հենց այն քաղաքացիներն են, ովքեր ընդգրկված չեն այդ ցուցակներում, այդ ցանկերում։ Այս մեխանիզմը գործում էր նաև նախկինում, պարզապես տալ անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժօգնություն, թե մերժել, որոշում էին անհատները նախարարությունում կամ բուժ հիմնարկում։ Պարզվում է, հիմա վիճակը փոխվել է, եթե որևէ մեկը դիմում է անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժօգնության համար, դիմումի ճակատագիրը որոշում է հանձնաժողովը։ Մասնավորապես հիմա այդ ուղեգրումները եւ այդ դիմումների քննարկումները պետք է կատարվեն հանձնաժողովների միջոցով, որտեղ ընդգրկվում են համապատասխան պրոֆիլի մասնագետներ, որոնք կարող են բազմակողմանիորեն մոտենալ հարցին եւ մեկ անձ չի այլևս որոշում թե տալ թե չտալ, մերժել թե չմերժել։ Ինչ անել, եթե արտոնյալների ցանկում ընդգրկված չես, միևնույն ժամանակ անվճար բուժօգնություն ստանալու դիմումը բուժ հիմնարկի կամ նախարարության կողմից համարվում է ոչ հիմնավոր։ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան մարզերում է անվճար բուժզննումն ու առաջին բժշկական օգնությունը հենց նրանց համար է, ովքեր գումար չունեն, փոխարենը առողջական խնդիրների պակաս չեն զգում։ Կան մարդիկ, որոնք ոչ հաշմանդամ են, ոչ հայրենական պատերազմ
կռված եւ այլն ոչ մի կատեգորիայի մեջ չեն մտնում եւ ունեն խնդիր իրենց առօրյա հացի խնդիրը էլ չեմ ասի, որ առողջապահական առումներով ինչքան ավելի ծանր խնդիրներ կարող են ունենալ։ Երիտասարդ բժիշկները օգնության ձեռք են մեկնում առաջին հերթին մարզերում բնակվող մարդկանց։ Նախնական փուլում օգնությունը բուժզնման ու առաջին բուժօգնության տեսքով էր։ Երկրորդ փուլում երիտասարդ բժիշկները նախատեսում են անվճար դեղորայքով ապահովել մարդկանց, անվճար կամ զգալիորեն մատչելի վիրահատություններ անցկացնել։ Կան բազմաթիվ դեղագործական ընկերություններ, որ տրամադրել են արդեն դեղորայք։ Մենք այդ դեղորայքը ոնց որ իրանք տրամադրում են անվճար, նույնպես անվճար ըստ ցուցումների տալիս ենք տվյալ պացիենտին, այսինքն դեղորայքը, որ ինքը հնարավորություն չունի ձեռք բերել, մենք անվճար նվիրում ենք իրան։ Կան նաև մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնել գումար փոխանցել, որպեսզի իրականանան նաև վիրահատություններ, որովհետև ցանկացած վիրահատություն անկախ ամեն ինչից, անկախ նրանից, որ մեր աշխատանքային թիմը պատրաստ է հնարավորինս մատչելի այդ ամենը անել կամ նույնիսկ անվճար այդ ամենը անել, կան հիվանդանոցային ծախսեր, որոնք որ կազմեն ինքնարժեքը վիրահատության։ Օգնության ձեռքը առաջին հերթին ծերանոցներին ու մանկատներին է պարզված, բայց չնայած սրան հովանավորներ գտնելը հեշտ գործ չէ։ Նախաձեռնությունը թափ է հավաքում, բայց դանդաղ։ Հնարավորություններ ունեցողները գումար տալու ցանկություն միշտ չէ, որ ունենում են, երբ խոսքը մեկ ուրիշի առողջությանն է վերաբերում։ Կան ընկերություններ, որոնցից մենք ավել բան չասեմ 200,000 դրամ մեկ վիրահատության համար, այսինքն մեկ չէ, կներեք 200,000 դրամ 3 վիրահատության համար, 3 պացիենտի վիրահատելու համար գումար ենք խնդրել, որ փոխանցի կոնկրետ բուժ հիմնարկությանը, մերժում ենք ստացել։ Այսինքն ոչ բոլորն են գթասիրտ, ոչ բոլորն են այդ գաղափարով ոգեշնչված։ Որքան էլ պետությունը փորձի առատաձեռն գտնվել եւ մեծացնել անվճար բուժօգնություն ստացողների թիվը, հասարակության բոլոր անապահովներին բուժ սպասարկման ապահովել հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ակտիվանան նաեւ անհատները։ Հենց այդ անհատները կարող են օգնել նրանց, ում պետությունը ըստ օրենքի արտոնություն չի կարող տալ։ Сказать, что государство полностью отмахнулось от здоровья народа, нельзя. Оно старается брать на себя какую-то часть расходов. Что-то бескорыстно делают и некоторые врачи. Однако давайте будем объективны. В существующей социально-экономической ситуации без помощи благотворителей не обойтись. Но пока в нашей стране не так много богатых людей, готовых жертвовать часть своих средств на здоровье обездоленных. Госзаказ не решает всех проблем. Часто средств, выделяемых на бесплатную медицинскую помощь, недостаточно для полноценного лечения. Ситуацию осложняют неофициальные и весьма значительные расходы на услуги медперсонала, дополнительные анализы и обследования. Сделать их не столь обременительными и вывести из тени призвана система доплаты. Համավճար հասկացությունը հայ հասարակության մեջ նորություն է։ Միայն մի քանի տարի է, ինչ անվճար ու վճարովի բուժօգնություն հասկացությունների արանքում հայտնվեց համավճարն ու տարակուսանքի մեջ գցեց։ Ի վերջո, արտոնյալ բուժ սպասարկում ստանալու դեպքում արդյոք օրինական է պահանջել համավճար։ Պարզվում է, նրանք, ովքեր ընդգրկված չեն անապահովության ցանկում, բայց ստացել են արտոնյալ բուժօգնության հնարավորություն, որոշ դեպքերում պետք է վճարեն համավճարը։ Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տեսակներն են անհետաձգելի բժշկական օգնության ծառայություն, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, ուռուցքաբանական և արյունաբանական, գինեկոլոգիական հիվանդությունների բուժօգնության ծառայություն, արտահիվանդանոցային լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտություն։ Համավճարացվածը որոշակի գումար չէ և կարող է կազմել ընդհանուր բուժօգնության 20-ից մինչև 70%-ը։ Համավճարից ազատվում են բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված քաղաքացիները, իսկ մնացած քաղաքացիների համար պետությունը իր մասով ուրեմն կատարում է իր պարտականությունը, այսինքն եթե տվյալ ախտորոշում քաղաքացին բուժօգնություն է ստանում, ուրեմն պետպատերով որոշակի փոխհատուցում է վճարում բուժ հիմնարկին, բայց որոշ մասը բուժման ծախսի, որը արդեն համավճարն է կազմում, քաղաքացին պետք է վճարի ինքնուրույն։ Հետաքրքիրն այն է, սակայն, որ արտասահմանում ու Հայաստանում համավճարացվածը տարբեր ֆունկցիաներ է կատարում։ Սարոց Ատուրյանը նկատում է, դրսում սա սիմվոլիկ գումար է, որ զսպաշապիկի դեր է կատարում, Հայաստանում այն ֆինանսական խնդիրներ է լուծում։ Մենք բոլորս հասկանում ենք եւ ընդունում ենք, որ այն գումարը, որ պետությունը հատկացնում է հիվանդի բուժման համար, կարող է չբավարարել ամբողջ ծախսերը լիարժեք ծածկելուն։ Հետևաբար մնում է ինչ-որ մի մաս, որը պետք է մնա հիվանդի ուսերին։ Միշտ էլ այդպես եղել է ըստ էության, անկախ նրանից մենք
բարձրաձայն ասել ենք, որ այդտեղ համավճար կա թե չկա։ Համավճար հասկացությունը առողջապահական ոլորտ մտավ 2011 թվականից, բայց դա դե յուրե, դե ֆակտո այն ոլորտում վաղուց էր շրջանառվում։ Համավճարը թույլ է տալիս խուսափել ստվերային գումարներից ու բոլոր վճարումները կատարել միայն լեգալ։ Օրինակ, եթե մարդը պարկում է հիվանդանոց վիրահատվում է 10 օր պարկում է դուրս է գրում եւ պետությունը վճարում է ընդհանրենք 100,000 դրամ, որտեղ այդ պահին այդ հնարավորությունն ունի, հասկանում ենք, որ 100,000 դրամով 10 օրվա բուժումը եւ ներառյալ մնացած միջոցառումները հաճախ ֆինանսավորել անհնար է։ Դրա համար կա ինչ-որ մի լրացուցիչ մաս, որը որ մարդը կամ պետք է ոչ պաշտոնական վճարների տեսքով, ստվերային վճարների տեսքով կատարի, կամ իր դեղորայքը առնի դեղատնից բերի ընդհանրենք, հա, կամ էլ պետք է այդ գումարը համավճարի տեսքով պաշտոնապես մուտքագրվի ուրեմն հուշեմնարկի դրամարկղը, այդտեղից կատարվեն արդեն այդ ծախսերը օրինական ձևով։ В год ереванская скорая помощь обслуживает более 250 тысяч вызовов. То есть фактически четверть ереванцев пользуются помощью врачей скорой помощи. Хотя бы раз в год. Это довольно тревожный показатель того, насколько неблагополучно обстоит дело у жителей страны со здоровьем. Скорая помощь занимает важное место в системе здравоохранения Армении. От ее бесперебойной и четкой работы зависит очень многое, а главное – жизни людей. При этом по закону, о чем многие даже не подозревают, скорая помощь у нас абсолютно бесплатна. Շտաբ օգնություն, բարև ձեզ, Երևանից եք զանգարում, կասեք ինչ է պատահել։ Այսօր Երևանի շտաբ օգնությունը օրական շուրջ 700 կանչ է ստանում։ Անվճար է բուժօգնությունը այս դեպքում, թե շնորհակալության տեսքով մի քանի հազար դրամը պարտադիր է, որ հիվանդին լավ աչքով նայեն։ Հարցի պատասխանը այսօր շատերը հստակ չգիտեն։ Շտաբ օգնության կողմից տրամադրվող բուժօգնությունը, ինչպես նաև կանչի ընթացքում տրամադրվող դեղորայքը լիովին անվճար է։ Վճարովին միայն այն է, երբ բնակիչը ինչ-որ մի ծառայություն պատվիրում է, այսպես ասենք, այսինքն պատահում է, որ ուզում են շտաբ օգնության մեքենայով տեղափոխվեն հիվանդանոց որոշ հետազոտություններ կատարելու, այսինքն այդ ժամանակ ուղղակի որպես ուղեկցող ես դու, ոչ մի անհետաձգելի օգնություն այդ հիվանդին դու չես ցուցաբերում։ Օրենքով չսահմանված գումարը նույնիսկ շնորհակալության փոխարեն ընդունելը շտաբ օգնության խմբերին խստիվ արգելված է։ Այսինքն մարդը հստակ պետք է իմանա, որ շտաբ օգնության կանչի դեպքում իրենից ոչ ոք իրավունք չունի գումար պահանջել։ Եթե մեր մոտեցումն եք վերցնում, ընդհանրապես բրիգադային արգելված է վերցնել որևիցե ինչ-որ մի գումար, թեկուզ շնորհակալության ձևով։ Ես ավելի կողմնակից եմ, որ այդ երևույթը լրիվ բացառվի, որ նման խոսակցություններ այսօրվա դրությամբ չծագեն։ Որ 2-3 հազար դրամ գումար վերցնելու մասին բողոքներ լսել է, շտաբ բուժօգնության տնօրենը չի ժխտում, բայց հետաքրքիրն այն է, որ վերջին 1-2 տարվա ընթացքում բողոքները քչացել են։ Փոխարենը կտրուկ աճել է շտաբ օգնության կանչերի թիվը ու 300-ից հասել մինչև 700-ի։ Թագուհի Ստեփանյանը եզրակացնում է, մարդիկ սկսել են իրենց ավելի շատ վստահել, իսկ թեժ գծերի ստեղծումից հետո Մաղարիչի ինստիտուտը գնալով թուլանում է։ Իհարկե 100%-ով եւ անթերի աշխատանք երբևիցե չենք կարող ունենալ։ Ես երևի թե այս վերջի 1-2 տարվա մեջ երևի թե մի անգամ կամ երկու անգամ նման ինչ որ երևույթի մասին խոսվել է, բնականաբար միջոցառումներն են ձեռնարկվել, ընդհանուր, չգիտեմ, պատժելու միջոցներ։ Հարց է առաջանում ինչպիսին է բուժօգնությունը, եթե շտաբ օգնությունը հիվանդին ստիպված է լինում տեղափոխել բուժկենտրոն։ Կարծիքը, թե շտաբ օգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվելու դեպքում անվճար բուժօգնությունը ապահովված է, սխալ է, եթե խոսքը անհապաղ բուժօգնության կամ վերակենդանացման մասին չէ։ Պատկերացրեք, եթե դա այդպես լիներ, մեր ցանկացած քաղաքացի, որին պետք էր որևէ բուժօգնություն, ուղղակի կանչեր շտաբ օգնություն, որ իրեն շտաբ օգնությունով տանեին հիվանդանոց։ Եթե քաղաքացու վիճակը այնպեսին է, որ նա պետք է ռեանիմացիա վերակենդանացում մտնի, ապա վերակենդանացման բաժանմունքում մատուցող ծառայությունները պետբատվերի մեջ են մտնում բոլոր դեպքերում։
Ստացվում է, եթե շտապօգնությունը հիվանդին բուժկենտրոն է տեղափոխել եւ իր կամքից եւ ֆինանսական հնարավորություններից անկախ հիվանդին բուժօգնություն է հարկավոր կյանքի ու մահվան հարց է, բուժկենտրոնը պետպատվերի կամ համավճարի սկզբունքով այդ օգնությունը տրամադրում է։ Այլ հարց է, երբ խոսք է գնում առաջին օգնությանը հաջորդող փուլին, երբ հավելյալ զննումների կամ բժշկական միջամտությունների կարիք է զգացվում։ Որոշ դեպքերում պետք է լինում կոտրվածքի բուժման համար կիրառել, ասենք, արհեստական հոդ կամ մետաղական հատուկ կոնստրուկցիաներ, իմպլանտներ եւ այլն։ Դրանց արժեքը, միայն այդ նյութերի արժեքը չի փոխհատուցում պետպատվերի սահմաններում եւ պետք է առանձին վճարի քաղաքացին։ Մի քանի հետազոտություններ մտած են հատուկ ցանկի մեջ, որոնք կոչվում են դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, եւ այս հետազոտությունների ցանկում միայն ցանկից կարող են անվճար օգտվել միայն սոցիալապահով եւ առանձին խմբերում ընդգրկված քաղաքացիները։ Տեսականորեն ու օրենքի մակարդակում ամեն ինչ մոտ է իդեալականին, բայց որպեսզի այդ իդեալականը լինի նաև գործնականում, պետք է մարդիկ իրենք առաջին հերթին սեփական իրավունքը չխախտեն։ Իսկ դա նշանակում է, որ բժշկին ուղղված շնորհակալությունը պետք է ոչ նյութական մակարդակում լինի, քանի որ հավանականությունը, որ 1-2 անգամ կրկնվող նյութական շնորհակալությունը կարող է կոռուպցիայի սովորություն առաջացնել, մեծ է։ Горе той стране, в которой не думают о своем будущем. Слава Богу, в Армении беременным женщинам и детям до 7 лет предоставлено право на бесплатное лекарство, медицинскую помощь и обслуживание. Только все ли об этом знают и пользуются ли этим правом? Из-за недобросовестности некоторых врачей, да и нашей с вами правовой безграмотности, дети и беременные женщины не получают того, что им положено по закону. Անվճար բուժօգնություն ստացողների ցանկում 6-րդ կետը վերաբերում է հղի կանանց, այստեղ սևով սպիտակի վրա գրված է։ Անվճար բուժօգնություն են ստանում վերարտադրության տարիքի կանայք հղիության, ծննդաբերության ու հետծննդյան շրջանում։ Մենք միայն վճարում ունենք, եթե կինը մշտապես բնակվում է որևէ մարզում եւ ուզում է Երևան քաղաքում կանանց կոնսուլտացիայում անցնել նախածննդյան հսկողություն եւ բուժօգնություն ստանալ հավաստագիր այդ կոնսուլտացիայից եւ ծննդաբերել Երևան քաղաքում։ Բայց սա էլ առանց բացառությունների պայման չէ։ Պարզվում է, եթե կա ախտաբանություն, շեղում կամ արդեն սկսված ծննդաբերություն կամ մարզից ուղեգրում բարձր ռիսկային հղիության դեպքում, ապա մարզից լինի բնակիչը թե մայրաքաղաքից բուժօգնությունը միևնույն է անվճար է։ Մենք ունենք շուրջօրյա գործող թեժգից, կոնկրետ մենք հղիներից եւ այլնից չենք ստանում նման, ահազանգներ։ Ահազանգ օրինակ ստանում ենք լրագրողից, ենթադրենք, որևէ քաղաքացուց, եւ երբ խնդրում ենք, որ մեզ տրամադրեն անվանական կոնտակտները կամ հիմնարկի անվանումը ճշտելու համար, հաճախ հրաժարվում է այդ կողմը։ Կոնկրետ օրինախախտների անունների բացակայությունը ամենամեծ խնդիրն է։ Փոքր երկրի թե վատամարդ չդառնալու սինդրոմն է պատճառը, բայց բողոքներ հաճախ հնչում են չորոշակիացնելով անուններ ու բուժկենտրոններ։ Գայանե Ավագյանը հերթական անգամ կանանց հորդորում է իրենց իրավունքներն իմանալ կասկածելի գումարների շրջանառության կենտրոնում չհայտնվելու համար։ Մեր հղիները, եթե կատարում են որևէ վճարում, դա կատարեն պայմանագրի շրջանակներում եւ անպայման ստանան վճարման կտրոնը։ Այս պարագայում օրինական կլինեն այդ վճարումները։ Ցանկի 7-րդ կետն ասում է անվճար բուժօգնություն ստանում են մինչև 7 տարեկան երեխաները։ Երեխայի ծնվելուն պես ծնողը ստանում է հատուկ հավաստագիր, որը ապահովում է երեխայի անվճար բուժօգնությունը, այդ թվում նաև անվճար դեղորայքը մինչև 7 տարեկան։ Անվճար բուժօգնություն ստանալու իրավունքը խախտվում է, ու շատ ծնողներ չգիտեն, որ խախտվում է, դրա համար էլ չեն փորձում պաշտպանել իրենց խախտված իրավունքները։ Պոլիկլինիկայից պարտավոր են գազիկների դեմ, վիտամին D եւ մյուս բոլոր դեղերը անվճար հատկացնելու։ Բայց ցավոք դրա մասին ծնողները տեղյակ չեն ու չեն պահանջում։ Աստղիկի հետ համակարծիք ծնողներ կան։ Նրանց մի մասը սոցցանցերում է բողոքը հայտնում, մյուսները մարդու իրավունքների պաշտպանին են դիմում։ 2013 թվականին մարդու իրավունքների պաշտպանը առողջապահության նախարարությանը պաշտոնապես տեղեկացրեց, բողոքներ ստանում է։ Դրանք վերաբերում են հատկապես անվճար դեղորայքին։
տեղեկացրեցին մեզ առողջապահության նախարարությունից, որ պարբերաբար այցելություններ են կատարվում մասնագիտացված բուժհաստատություններ, ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններ, որպեսզի հսկողություն իրականացնեն խնդրի լուծման համար եւ միջոցներ են ձեռնարկում հասարակությանը դրա վերաբերյալ իրազեկելու նպատակով։ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է գոյություն ունի դեղերի հիմնական ցանկ, որտեղ ներգրաված ցանկացած դեղամիջոց պետք է երեխային տրամադրել անվճար։ Հաճախ նույն արդյունք ունեցող դեղը կարող է տարբեր անվանումների տակ հանդես գալ, գները կարող են տարբերվել տասնյակ անգամ իրարից։ Այդ ցանկը հաստատելուց հաշվի է առնվում այդ հիմնական բառը հենց դա է հուշում, որ ավելի մատչելի եւ հիմնական արդյունք տվող դեղերը։ Հիմնական ցանկում ներառված դեղորայքը պարտադիր պետք է առկա լինի ու տրամադրվի երեխային անհրաժեշտության դեպքում ու անվճար։ Եթե համապատասխան համարժեք դեղը կա պոլիկլինիկայում գնումներով առկա է եւ նա նշանակում է այլ դեղ, սա կարելի է բնորդագրել որպես գործող կարգի խախտում եւ նման դեպքերում մենք եթե ահազանգ է լինում, ուրեմն համապատասխան ուսումնասիրություններ ենք տեղում իրականացում զննումներ եւ պատասխանատվության միջոցներ էլ կարող ենք ընդཐུպ մինչեւ կիրառել։ Առողջապահության նախարարությունը խոստացել է համակարգային փոփոխություններ ու այդ փոփոխությունների մի մասը արդեն արել է։ Ինչ վերաբերում է մասնավոր դեպքերին, ապա դրանց համար պետք են մասնավոր բողոքներ, որոնք հնարավորություն կտան բացահայտել իրավախախտներին ու պատժել նրանց։ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ձևերը իրականում շատ պարզեցված են եւ մատչելի բոլոր քաղաքացիների համար։ Քաղաքացին պետք է հստակորեն նշի այն բուժհաստատությունը, որտեղ որ կատարվել է այդ իրավախախտումը, կամ փորձել են կատարել, եւ մարդու իրավունքների պաշտպանը բնականաբար իր կողմից կսկսի բողոքի ուսումնասիրությունը եւ մեր իրավասության սահմաններում կարվեն բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի քաղաքացու իրավունքը վերականգնվի։ Հենց այստեղ է, որ առաջ է գալիս թերևս ամենակարևոր խնդիրը, որքան էլ բարեփոխումներ լինեն, միշտ էլ կգտնվեն իրավախախտներ, անհատները իրենք պետք է առաջին հերթին սեփական իրավունքի պաշտպանը լինեն։ Մենք խուսափում ենք կանոններ նշել, բայց այսպես ասեմ, կա արդարացում որոշակիորեն, քանի որ մեր երկիրը բավականին փոքր է, մանավանդ մարզերում, ինչ չէ, նաև հենց Երևանում բոլորին ճանաչում են, հաստատ ինչ-որ մեկը, երբ որ գնում է մեկի մոտ, պարզվում է այդ մեկը իր բարեկամի բարեկամն էր։ Մյուս կողմից արդարության համար պետք է ասել, կամ բարեխիղճ բժիշկներ, որոնց համար բուժօգնությունը առևտուր չի կարող դառնալ։ Право на бесплатную медицинскую помощь для некоторых категорий граждан не решает всех проблем со здравоохранением в стране. Недоступность качественного лечения и серьезного обследования – больное место нашего здравоохранения. Даже те, кто имеют право на бесплатное лечение, редко избегают серьезных расходов. Во многих больницах существует система Магарыча за отношения, чтобы их хорошо смотрели, не оставили без внимания. Эта порочная традиция действовала еще в советские времена всеобщей бесплатной медициной. Все операции и процедуры имели свою теневую цену. Сейчас эта система стала неподъемной для большей части нашего небогатого населения. Бремя медицинских расходов может стать легче, если мы будем настаивать на соблюдении уже существующих законов и правил. А есть еще и дополнительная возможность уберечь свои средства. Например, профилактика болезней, современная диагностика и медицинское страхование. Во всем мире расходы на здравоохранение обходятся очень недешево. Даже в тех вполне благополучных странах, где действует система бесплатной медицины, есть множество недостатков и проблем. Главное – хотеть и уметь эти проблемы решать. Государству нужна здоровая нация, а нам, отдельным людям, крепкое здоровье. Говорят, здоровье дороже всего. Важно, чтобы эта дороговизна оставалась все-таки в разумных и доступных пределах. Здоровья нам всем! С вами была ваша Цветана. Встретимся через неделю на Первом Армянском.